Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում է Զոնտիկ գեղարվեստական ֆիլմի երկրորդ ռեժիսոր Մոնիկա Սարգսյանը։ Բարի երեկո, Մոնիկա։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք։ Շնորհակալ եմ, ուրախ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը եւ մեր տաղավարում եք։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Հիմա մեր բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր դեռ տեղյակ չեն կամ չեն դիտել ֆիլմը, փորձենք մի փոքր տեղեկություն տալ։ Ապրիլի 9-ին բոլոր կինոթատրոններում մեծ էկրան բարձրացավ Զոնտիկ գեղարվեստական ֆիլմը։ Գլխավոր ռեժիսոր Գոշ Հակոբյան, երկրորդ ռեժիսոր Մոնիկա Սարգսյան։ Ցավոք սրտի մեր հաղորդման ձևաչափը թույլ չի տալիս, որպեսզի մենք մեծ սիրով նաև Գոշին հրավիրեինք եւ միասին խոսենք նախագծի մասին, որովհետեւ տեսնում եք, որ հյուրերը մեզ մոտ միայն կանայք են լինում։ Եվ այսպես Զոնտիկ ֆիլմ, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա, ԽՍՀՄ 1977 թվականի ամենամեծ կողոպուտը ընդհանրապես սովետական միության շրջանում, որը տեղի է ունեցել Երևանի կենտրոնական բանկում։ Կողոպուտը իրականացվել է Ֆելիքս եւ Նիկոլայ Կալաչյաններ եղբայրների կողմից, հորեղբոր տղաներ էին եւ իրական դեպքերի վրա հիմնված է այս ֆիլմը։ Մոնիկա, մինչ սկսենք խոսել ֆիլմի մասին, ձեզ մի այսպիսի հարց տամ։ Դուք այնքան երիտասարդ եք, որ այդ հարցը կարող եմ ձեզ տալ, կանանց տենց հարց չեն տալիս, բայց ձեզ կարող եմ։ Մոնիկա ջան, դուք որ թվականին եք ծնվել։ 1998 թվականին։ Ես ինչքան տեղյակ եմ, գլխավոր ռեժիսոր Գոշ Հակոբյանը նաև շատ երիտասարդ է։ Հիմա ես ուզում եմ սկսենք այստեղից։ Ինչպես է ստացվում, որ անկախության, անկախ Հայաստանի ծնունդ երիտասարդները որոշում են նկարել, ֆիլմել խորհրդային միության մասին։ Ի վերջո դա շատ լավ է, հետաքրքիր է, որ գնում եք պատմական անցյալ, բայց նաև ունի շատ իր բարդություններն ու դժվարությունները։ Մենք ասում ենք խորհրդային միությունը մնացել է հեռավոր անցյալում, բայց դա այնքան էլ հեռավոր չի, որովհետև հիմա մեր բնակչության մեջ շատ մեծ մարդկանց տոկոս կա, որոնք ծնվել են, ապրել են, կրթություն են ստացել խորհրդային միության օրոք եւ շատ լավ, ինչպես ասում են, իրազեկված են այդ ամեն ինչից եւ միգուցե նաեւ քննադատությունը այդ տեսակետից կարող է շատ ավելի խիստ լինել, որովհետեւ կան մարդիկ, որոնք առնչվել են այդ ժամանակաշրջանի հետ եւ այսպես անկախ Հայաստանի ծնված երիտասարդները, ռեժիսորները նկարում են ֆիլմ խորհրդային միության ամենախոշոր կողոպուտի մասին։ Ինչու եւ ինչպես։ Ես հիմա պետք է խոսեմ նաև Գոշի անունից։ Այո։ Սա իր երազանքն է եղել։ Այս պատմությունը նկարել է Գոշի երազանքն է եղել, իսկ թիմը միշտ կատարում է ռեժիսորի երազանքը, դա այդպես է։ Շատ այնք ինձ պատմել է, իրանց եմ ես իմացել այս պատմության մասին, անկեղծ ասած, չնայած որ հիմնականում արական սեռի ներկայացուցիչները, պապիները, պապաները, բակի տղաները բոլորը գիտեն այս պատմության մասին, ես չգիտեի, առաջինը Գոշից եմ իմացել, ինքը որ ինձ պատմեց, ինձ շատ հետաքրքրեց ու ամեն ինչ արեցինք, որ կատարենք իր երազանքը։ Մեր երազանքն էլ դարավ, ասենց ասեմ։ Իսկ դուք հեշտ ընդունեցիք այդ առաջարկը եւ ձեզ ինչքանով սկսեցիք կարդալ, հետաքրքրվել այդ պատմությամբ։ Ոգեշնչվեցի, բայց ես ավելի շատ երկրորդ ռեժիսորը տեխնիկական մասի պատասխանատուն է, ես արդեն սկսեցի աշխատել այն ուղղությամբ, թե ինչպես ենք մենք ստանալու այդ լոկացիաները, ինչպես ենք ստանալու այդ ժամանակաշրջանը, ինչ խնդիրներ ենք լուծելու, ու քանի որ ժամանակը մեր դեմ էր, նախապատրաստական փուլը այս ֆիլմի շատ կարճ է եղել, ես ավելի շատ այդ կողմի մեջ էի խորացել։ Ինչքան ժամանակում նկարահանվեց ֆիլմը։ Ֆիլմը նկարվել է 1 ամսում, նախապատրաստական փուլն էլ է տևել 1 ամիս, որը որ գեղարվեստական ֆիլմի համար շատ կարճ ժամանակահատված է։ Այո։ Ինչու Զոնտիկ եւ դե այնտեղ հասկանում ենք ֆիլմը դիտելուց հետո Զոնտիկը կարևոր դեր է կողոպուտի մեջ, բայց ինչու որոշեցիք հենց վերնագիրը թողել ռուսերեն բառով։
Ես կասեմ իմ կարծիքը ինչի է Գոշը տենց որոշել, որովհետև դա ժողովրդին ամենամոտիկն է, որովհետև ասում են զոնտիկով կողոպուտ, չեն ասում անձրևանոցով կողոպուտ։ Դա որպեսի ներդաշնակ լինի մեր հանդիսատեսի համար։ Մոնիկա, դուք ասում եք տեխնիկական մասի պատասխանատուն եմ լոկացիաները, որ այդ ամենը ստանալը, նորից կրկնվեմ, այն մարդիկ, ովքեր ծնվել եւ ապրել են Խորհրդային Միությունում, գոնե մի քանի տարի, իդեմս ինձ, օրինակ, երբ որ դիտում են այդ ֆիլմը, իսկապես դեկորը, մեքենաները, բնակարանները, որտեղ կահույքի այնպես էլեմենտներ են, հիմա նորից եմ կրկնում, դուք դա չեք տեսել եւ չեք հիշում, որովհետեւ չեք տեսել եւ դա բարդ է, բայց այն մարդիկ, ովքեր ապրել են այդ բնակարաններում, միջև այս եվրո վերանորոգման, այսպես ասած, մոդայիկ դարաշրջանը, շատ պարզ հիշում ենք այդ ատրիբուտները ու նայում ես ամեն մարդ մի բան հաստատ այնտեղ կգտնի, կասի, վայ իմ բնակարանում էլ է սրանից եղել, վայ չգիտեմ, հայրիկս ինչ որ մի օր սա գնել է եւ տուն է բերել, ով էր խորհուրդ տալիս, ոնց ստացակ այդ ամեն ինչը եւ փաստորեն հիմա մեր երկրում բավականին շատ այդ մնացած կահույք եւ այլը Խորհրդային Միությունից ավտոմեքենաներ, հա? Շատ բարդ էր այդ ամեն ինչը գտնել։ Չեմ ամաչի եւ կասեմ, որ մեր թիմում եղել են շուկայի ամենաուժեղ մասնագետները։ Այդ բոլորը, որ նշում եք բնակարաններ եւ այլն, դրա համար պատասխանատու է նկարչական թիմը եւ ֆիլմի նկարիչը։ Մեր մոտ դա Ներսեսն է, Ներսեսի գլխավորությամբ մենք ամեն ինչ ստացել ենք։ Այսինքն մեզ օրինակ պետք էր Նիկոլայի բնակարան, մենք գնում փնտրում ենք բնակարաններ, Ներսեսը մեր հետ էր, ասում էր սա կարող է լինել, չի կարող, համապատասխան է, թե չէ, կամ հնարավոր է կային աբոյները, այդ ամեն ինչը լավ էր, բայց դատարկ էր, պետք էր լցնել։ Ու արդեն ռեսուրսներ էինք ման գալիս, որ այդ ամենը կարողանենք իրագործել։ Անգամ Գյումրիում, ես չգիտեմ դուք տեսել եք թե չէ, մեր ֆիլմի մասին backstage ֆիլմ կա։ Այո, այո։ Հա, որ մեր էլի Ներսեսի թիմից Անուշը, իրանց տնից մենք սկամիկա ենք գողացել բակից տարել դրել ուրիշ տեղ, կամ ինքը գնացել էր քրչի բազար ու լիքը ռեկվիզիտներ էր ման գալիս, որ գտներ։ Իրականում դա շատ երկար ժամանակ է պահանջվել, որը որ չենք ունեցել, բայց ստացել ենք։ Մոնիկա, տեսեք, ֆիլմը շատ հետաքրքիր կառուցված է, օրինակ ինձ ամենաշատը ինչ հուզեց եւ հետաքրքրեց, որ այդ երկու եղբայրների, հորեղբայր տղաների կյանքը նախ ցույց է տրվում 1977 թվական, երբ կողոպուտը տեղի ունեցավ, բայց անընդհատ զուգահեռներ են տարվում մանկության հետ եւ անընդհատ հանդիսատեսը տեղափոխվում է 1957 թվական, երբ իրենք երևի մոտավոր 8-9 տարեկան տղաներ էին, այն մանկության ամենաքաղցր եւ կարեւոր ժամանակահատվածը յուրաքանչյուրիս համար շատ կարեւոր շեշտ է դրված մանկության հենց դրվագների վրա եւ երևի թե դա է պատճառը, որ վերջում հանդիսատեսը, համենայն դեպս ես օրինակ այդպիսի եզրակացությամբ, որ երկուսն էլ զբաղվեցին այդ նույն արատավոր բանով, ի վերջո գողությունը դա գողություն է, բայց Ֆելիքսի կերպարը մնում է ուրիշ կերպար, ասես թե գողություն է արել, բայց գող չէ, ու երբ որ վերադառնում ես մանկություն, հասկանում ես, որ ռեժիսորը եւս մի անգամ մեզ հավաստիացրեց նրանում, որ մենք բոլորս մանկությունից ենք եւ այն լավ ու վատ բաները, ինչ որ մենք անում ենք հետո մեր կյանքում, մեր մանկության դաստիարակության արդյունք են եւ փաստորեն ստացվում է, որ մարդը երբ որ նույնիսկ ամենաարատավոր բանն է անում, այդ արատավորի մեջ էլ իր դաստիարակությունը խոսում է իր մասին, որովհետեւ այս դեպքում եղբայրներից մեկը Նիկոլայը վարկյանական մատնեց բոլորին ու հենց եղբորը եւ ինչքան իրեն առաքինի այդ բառից չեմ վախենա եւ վեհ է պահում Ֆելիքս Խալաչյանը եւ արդեն գնում են իր հետևից Լեննականի այն ժամանակ իր տունը եւ պետք է կալանավորեն, ձերբակալեն, ընդհանրապես տեղյակ եք ինչու որոշվեց, որ ֆիլմը այդպես կառուցվի, որ մանկությունը պիտի լինի անբաժան մասը։
իմ կարծիքով դրամատուրգիչսկի առումով դա շատ կարևոր մաս էր, որ պետք էր ցույց տալ եղբայրների տարբերությունը, տարբեր արժեհամակարգ ունեն, տարբեր դաստիարակություն են ստացել ու որ փոքրուց Նիկոլայը թողնում է ցիգան աղջկան ու գնում ու հետո ինքը Լյուդմիլային իր կնոջն է թողում ու գնում, այսինքն արդեն ձևավորված այդ վատ հատկանիշները կային։ Այո, նա փոքր ժամանակ գողությամբ էր զբաղվում, այդ գնչու աղջկան թողնում գնում է, իսկ Ֆելիքսը փոքր ժամանակ սպորտսմեն էր, այո, իր պապիկի հպարտությունն էր։ Այնտեղ որ ասում են կարևորը լավ մարդ մեծանաս, սուտ խոսելուց վախեցիր։ Սխալվելուց մի վախեցիր, սուտ խոսելուց վախեցիր, այո, այդ խոսքերը ֆիլմի մեջ դարձան ֆենոմենալ, ասում եմ դու արդեն հաղթել ես, որովհետև դու լավ մարդ ես մեծանում, ասում եմ պապիկիս եթե սխալվեմ, ասում եմ սխալվելուց մի վախեցիր, սուտ խոսելուց վախեցիր։ Այդ երկու տողը ես եմ գրել մեր մեջ ասած։ Դուք եք գրել, կեցեք։ Ես ուրախ եմ, որ այս մեր սերունդը հասկացել է, որ մեր բոլոր դժբախտությունները ստից են։ Որտեվ երբ որ մտածում էինք այդ դատարանի տեսարանը, Գոշը ասեց, այստեղ ինչ որ ֆլեշբեք է պետք, ու հասկացա, որ Նիկոլայի այդ շատ կոնտրաստային կլինի Նիկոլայի ֆոնին, այդ պապու խոսքերը լինեն, սուտ խոսելուց վախեցիր, որովհետև Նիկոլայը դրա ներկայացուցիչն է, սուտ խոսելու արդյունքն է։ Բայց նաև այդ սուտ խոսելը ցույց է դա ոչ միայն եղբայրական հարաբերություններ, ընկերական, ընտանեկան։ Հիմա մենք շատ անգամ համոզվում ենք, որ երկրի եւ պետության մակարդակով սուտը, երբ որ ներթափանցում է մեր կյանք, քանդում է անողոք ձևով, այո, սխալվել կարող են բոլորը։ Մենք բոլորս մահկանացու ենք եւ ոչ ոք սխալից ապահովագրված չի, բայց սուտը բոլոր մակարդակներում քանդում է ամեն ինչ, կեցցեք, եթե այդ ասма ֆրազայի հեղինակը դուք եք, որովհետև դա տենց ինչ ասեմ, մեղ է դառնում համենայն դեպս հանդիսատեսի համար։ Մոնիկա, մի ուրիշ հետաքրքրող բան, Ֆելիքսի կյանքում ցույց են տրվում նաև հոգևոր արժեքներ, սպորտը եւ հոգևոր արժեքները, բայց խորհրդային միություն։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ այնպիսի տեսարան, որտեղ Բաքում պապիկը քահանա է հրավիրել եւ եւս ինչ որ երկու հարազատ են կանգնած, մարդաշատ չէ բակը, իրենք երկու հոգով են եւ Ֆելիքսին կնքում են։ Այդ տեսարանը կա, խաչ են կախում երեխայի վզին, թեկուզ էլի եմ ասում, ոչ թե եկեղեցում, լեննականի փոքր ինչ որ բակում, այո, գաղտնի, այդ գաղտնիությունը պահվում է, որտեղ խնդիր էր, դա էլ էր խնդիր խորհրդային միության ժամանակ։ Հետո տեսնում ենք, որ նորից արդեն եւս խորհրդային միության տարիներ են, Ֆելիքսը դա փաստորեն դարձավ իր վերջին ճաշը իր ընտանիքի հետ, երբ ճաշում են ինքը կինը որդին, նա բռնում է ընտանիքի անդամների ձեռքը, միասին հայրմեր են կարդում ու նոր սկսում են ճաշել։ Ինչու որոշեցիք այդ հոգևոր գիծը մտցնել ֆիլմ։ Որովհետև իմ կարծիքով այն մարդը, ով ունի հավատք, ունի ներքին արժեհամակարգ, ու այդպիսով մենք դա ցույց ենք տվել։ Եվ Նիկոլայը ընդհանրապես մենք հավատքի գիծ իրան չենք տվել, որովհետև չունի ինքը այդ արժանինքները, իսկ Ֆելիքսը ունի։ Դրա համար մենք այդ էլի կոնտրաստի մասին է խոսքը, ցույց ենք տվել եղբայրներ են, բայց ինչ տարբեր են, որտեղ Ֆելիքսին անընդհատ մեղքի զգացում էր ինքը ապրում։ Ինքը գողացել էր այդ գումարը, բայց չէր վայելում։ Այնտեղ անգամ ասում է, ոնց որ քո համար ենք ես գողությունն արել։ Բան ասում Նիկոլային, այսինքն ինքը այնտեղ հարսանիք անում, ծախսում է, իր համար ապրում է, Ֆելիքսը եկել է ու Ֆելիքսի հիմնական մոտիվացիան այդ ամենը անել իր ընտանիքի համար։ Բերել է գումարը, տվել է ընտանիքին, բայց նաև ուրիշ գիծ ենք տեսնում, որ կնոջ Մարուշի ու Ֆելիքսի հարաբերություններն էլ են լարված, որտեղ Մարուշն էլ ուրիշ կնոջ կերպար է, ով իրան այդ գումարը պետք չի, եթե իր ամուսինը իր կողքը չի լինելու, կամ այդ գնով, այդ ճանապարհով եկած գումարը իրան պետք չի։ Այո, կանանց այն եզակի տեսակետից է եւ ի դեպ երեխան էլ է այդպես դաստիարակված, ասում է գումար չեմ ուզում, ուզում եմ պապաս կողքս լինի։ Մեր դերասանուհին Արուսը շատ իմ կարծիքով շատ ճիշտ կարողացել է փոխանցի
այդ էմոցիաները։ Ընդամենը լարված մի հատ սեղանի շուրջ հայացքով ինքը դա փոխանցել է։ Ճիշտ եք։ Խոսքը քիչ էր նրա, բայց հայացքները եւ body ժեստերը շատ բան էին ասում։ Բայց նաև դուք ասում եք, որ ասեցիք, երբ զրուցում էինք եթերից դուրս, որ Սոս Ջանիբեկյանի ցանկությունն է եղել նաև այդ հայր մեր կարդալը սեղանի շուրջ։ Ինչի ես հիմա դա չշեշտեցի, որովհետև այդ պահին ես դուրս է եկել ուրիշ խնդիր էի լուծում, վերադարձա ու միգուցե սխալ հիշեմ։ Դրա համար կարող ենք Սոսին զանգել, մենք հարցնել։ Հանկարծակալ դուրս չգա։ Դե ինչևից է, բայց փաստորեն դա նաև մարդու արժեհամակարգը բարձրացնելու համար է արվել եւ մենք գիտենք, որ այո, Խորհրդային Միության տարիներին էլ քիչ չէին են ընտանիքները, ովքեր գաղտնի եկեղեցի էին գնում կամ գաղտնի աղոթք էին անում։ Դե իմ տատիկ պապիկը հաստատ հավատացել են, ես գիտեմ։ Հայերի մեծ մասը ինձ թվում է։ Իրականում թվում էին հավատացել են, այո, այո։ Այո, բայց նաև այդ գաղտնիության տեսարանը լավ ստացել։ Հա, մենք մտածեցինք ինչպես անենք, ու որ տան բակում կարա լինի թաքուն։ Իհարկե չգիտեմ, կարող է ինչ-որ օրենքներ խախտել ենք, բայց ինձ թվում է չէ, այդպիսի ֆիդբեքեր չեն եկել։ Մոնիկա, ֆիլմը արդեն մի քանի օր է մեծ էկրաններին է, ինչ արձագանք եք ստանում։ Բացի մոտ մարդկանցից, հարազատ մարդկանցից կամ այդ բնագավառի պրոֆեսիոնալներից, ժողովուրդը ինչ է խոսում։ Ես անկեղծ կասեմ, միայն լավը։ Չեմ ուզում մեծ խոսալ, բայց այդպես է, ես դեռ միայն լավ ֆիդբեքեր եմ ստացել, լսել, մի երկու հատ կոմենտ տեսել եմ, վատ, բայց դա նորմալ է, առանց դրա չի լինի, կամ մենք բոլորս էլ գիտենք ֆիլմի թե ուժեղ, թե թույլ կողմերը, միշտ պետք է օբյեկտիվ լինես, բայց շատ լավն են։ Իսկ որ տարիքային խումբն է ավելի շատ արձագանքում ձեր աշխատանքին։ Օրինակ ինձ հիմա հետաքրքիր է ձեր տարիքի երիտասարդը գնում է նույն հետաքրքրությունը, նույն բավականությունը, թե օրինակ ձեր ծնողի տարիքի կամ ձեր տատիկ-պապիկների տարիքի մարդիկ ի վերջո դա ավելի հետաքրքրված են դիտում։ Տարբեր զգացմունքային ֆոների մասին ենք խոսում, որտեղ իմ ծնողները, այսինքն ձեր տարիքի մարդիկ, որ գնում են, իրենք գնում են համ վերապրում են անցյալը, այդ ինտերիերը ամեն ինչը տեսնելով, համ էլ այդ պատմությանը շատ լավ ծանոթ են դրա համար։ Իսկ երիտասարդները գնում են, որովհետև ուղղակի լսել են այդ պատմության մասին ու գնում են տեսնում այդ ոնց է եղել, ոնց են այս տղերքը դա արել։ Դրա համար։ Դե բնականաբար իհարկե դերասանական կազմը, լավ ֆիլմ, գեղեցիկ նկարած, էդ էլ ու սա դրամա է։ Իսկ դրամա քիչ է նկարվում Հայաստանում։ Ինձ թվում է, որ մեծ մասս կոմեդիաներից հոգնել ենք։ Համար դրա քաղցը կա, դրա համար ինձ թվում է տարբեր մոտիվացիաների համար են գնում։ Ինչ ապրեց ռեժիսոր Գոշ Հակոբյանը, ասում եք իր երազանքներ եւ ի վերջո տեսա, որ հիմա համարում է, որ երազանքի կատար է ածվել, թե ռեժիսորների մոտ հենց միանգամից նույն պահին այլ երազանք է արդեն առաջանում։ Միշտ պետք է այո, այլ երազանք լինի բոլորիս մոտ, որպեսզի մենք աճելու տեղ ունենանք, բայց իհարկե երազանքներից մեկը կատարվեց։ Ու ես տեսա իր աչքերում դա, որ մենք դա արեցինք։ Մոնիկա, հիմա ուզում եմ մի փոքր ձեզանից խոսենք ձեր մասնագիտությունից, դուք ավարտել եք Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Մոնիկա, ինչպես որոշեցիք այդ մասնագիտությունը ընտրել, ինչու եմ ասում, որտեվ զգում եմ, որ այսօր մեր կյանքում երիտասարդները ավելի շատ ձգտում են այնպիսի մասնագիտությունների, որոնք մի քիչ ավելի արագ կբերեն ֆինանսական եկամուտ եւ համենայն դեպս գոնե այնպիսի մասնագիտության, որի ապագան ուրվագծված է գոնե մի քիչ։ Ցավոք պիտի ասեմ, ռեժիսուրան այսօր մեզանում, այսինքն կոնկրետ Հայաստանում, որտեղ մենք միշտ ինչ-որ խնդիրներ ունենք, եթե նույնիսկ լավ գաղափարներ կան, հաճախ կամ չեն նկարվում այդ լավ գաղափարները, այդ ֆիլմերը, որտեղ առաջինը ֆինանսական խնդիրներ ունենք, ամեն ինչը ոնց որ մնում է ռեժիսորի, խմբի, մասնավոր դառնում է պրոդյուսեր, ռեժիսորը դառնում է պրոդյուսեր, ֆինանսներ փնտրող եւ այլն, այսինքն անցան այ Խորհրդային Միության այն ժամանակները, որ գոյություն ուներ հայ ֆիլմ
եւ նկարում էր ֆիլմեր, որոնք կարող էին մի օրում ամբողջ խորհրդային միության տարածքում այնպիսի դիտումներ ունենալ, որ մենք գոնե գիտենք այդպիսի ֆիլմերի հետո դասականների շարքում եւ դառնան այո մտնեն դասականների շարք։ Այստեղ անընդհատ ես կարծում եմ, որ դուք էլ հաստատում եք, որ այդ խնդիրը մարդը իր մեջ պետք է ունենա։ Հետո հասկանում ենք, որպեսզի ավելի հեշտ ամեն ինչ ստացվի, քիչ գումար ծախսվի, արդեն այդ շատ տրիվիալ դարձած այդ սերիալների թեման չէ, անընդհատ խոսում ենք, դե սա չի ստացվում, սերիալ են նկարում, գնալով մի քիչ ամեն ինչ։ Բայց կներեք ընդհանրապես այդ խնդիրը մենակ Հայաստանում չէ, արդեն ամբողջ աշխարհում է, որ սերիալները այո, դե որովհետև ավելի հեշտ է, ավելի քիչ գումար է, ավելի քիչ ծախս է։ Դա հեշտ էմոցիաներ են համել։ Հեշտ է էմոցիաներ են, դե մի պահ օրինակ կար, որ զգում էի մեր երկրում, որ մի քիչ ավելի, ինչ ասեմ, են կոչումներ բան ունեցող դերասանները ոնց որ թե չէին նկարվում սերիալներում, բայց եկավ ժամանակ, որ արդեն մենք նրանց էլ սկսեցինք տեսնել սերիալներում, որովհետև ի վերջո բոլորը մարդ են եւ պետք է ապրեն եւ քիչ թե շատ դա է իրենց մասնագիտությունը։ Մոնիկա, ինչպես որոշեցիք, հետո ի վերջո աղջիկները ռեժիսոր քիչ են դառնում, էլի, այդ հիմա գանք մեր հաղորդման էլ ինչ որ կարծրատիպեր կոտրելու, այդ էլի այն մասնագիտություններից էր, հա, ռեժիսոր, կոմպոզիտոր, այսպես շատ բաղաձայներով ու շատ տենց ինչ որ ինքը երբ որ արդեն հնչում է, ոնց որ տղամարդկային մասնագիտություն։ Ինչու։ Ես չունեմ հստակ պատասխան այս հարցին։ 16 տարեկանում ես որոշեցի, որ ես ռեժիսոր եմ դառնալու, գնացի ծնողներիս դրա մասին ասեցի։ Ու ես բժշկի ընտանիքից եմ, այնպես չի, որ արվեստի մեջ եմ մեծացել, հա, այսպես ասած, բայց եթե գեներով եկել է այն փաստը, որ Սոս Սարգսյանի թոռն եմ, դվարնի պապիկս է Սոս Սարգսյանը, հա, պապիկիս աղբերն է, երևի տենց ինչ որ եկել է գեներովս գնում է։ Ջանելը մի հայտնագործություն արա։ Այսինքն հարազատ եղբայրներ են Սոս Սարգսյանը եւ ձեր պապիկը։ Ինչպես է պապիկի անունը։ Ռոմիկ Սարգսյան։ Ուրեմն տեսնում եք գենը չի քնում էլի։ Հա, ու ես որոշեցի։ Ծնողները բժիշկներ են։ Հա, մայրիկս բժիշկ է, ասաց, դե գնա քո երազանքի հետևից։ Շատ լավ է, որ ինձ այդ սահմանափակումը չեն դրել։ Բայց ես ուղղակի դա ցանկություն էր, ռեժիսոր դառնալ։ Ես գաղափար չունեի, կինո սիրելը ու կինոյում աշխատելը տարբեր բաներ են։ Ես գնացի, սկսեցի սովորել, ավելի շատ ճանաչել, ավելի շատ սիրել, սիրահարվել անգամ, ասենց ասեմ, իմ մասնագիտությունը, բայց իհարկե ծանր շրջաններ եղել են, ուսանող ժամանակ որոշել եմ թողել, կուրսղեկս չի թողել, որ թողեմ, շատ շնորհակալ եմ իրան դրա համար, որովհետև կա անորոշություն։ Այսինքն համալսարանը ավարտեցի, դու ինչ ես անելու։ Այ կամ ունես նախագիծը ավարտվեց, հետո ինչ ես անելու։ Բայց կյանքի փիլիսոփայություն ընտրել երազանքի հետևից գնալ, երազանքը դարձնել նպատակ ու գնալ, դա է ինձ օգնում, որ ես մինչև այսօր այս բնագավառում եմ, որովհետև հա, հեշտ չի։ Իսկ կրթության առումով դուք գոհ եք։ Շատ գոհ եմ։ Ահա, այսինքն մեր երկրում մենք լավ կրթություն տալիս ենք ռեժիսորներին, ուղղակի հետո աշխատանք կարող են տեսնել նրանց։ Ռեժիսուրան այնպիսի մասնագիտություն է, որ ռեժիսոր ուսանողների համար շատ կարևոր է իրենց կուրսղեկը մաստեր ասված, ինքը դառնում է հայր մասնագիտության մեջ։ Իմ բախտը բերել է, ես իմ կուրսղեկից շատ շնորհակալ եմ ու շատ գոհ եմ։ Ահա Գևորգյանց դրա համար լավն են հիշողություններս։ Գալիս է կուրսղեկը ձեր աշխատանքները դիտում է, կարծիք հայտնում է։ Այս անգամ չէի կանչել։ Բայց ընդհանրապես հա, իհարկե, ինքը երբ որ ես ունենում եմ գաղափար, ես պետք է իր հետ զրուցեմ, մենք ամփոփենք, ինքը ինձ դուխ տա, ասի դու կարաս, գնա առաջ։ Միշտ կա այդ դիալոգը մեր մեջ։ Մի երկու խոսք ձեր արդեն իրագործված պրոյեկտների մասին կպատմեք եւ ինչա հիմա ճիշտ ասեցիք դուք ինչպես ասում են մշտական աշխատանքը չունեք էլի որ աշխատում ենք այստեղ չէ 9-ից 6-ը մի պրոյեկտ ավարտում եք սկսում եք մտածել ինչ է արել արդեն Մոնիկան այս երիտասարդ տարիքում դե այնա ձեր երիտասարդների մեջ այդ backstage բառը շատ մոդայիկ է օգտագործվում է ձեր լեքսիկոնում ինչ կա այդ backstage-ում ու
future-ը ինչ է ասում, մի հատ էլ որ ասեք։ Դե ունեմ արած դիպլոմային աշխատանքներ որպես ռեժիսոր, դրանից հետո չեմ նկարել, այլ աշխատել եմ որպես երկրորդ ռեժիսոր, որովհետև շատ ունեի այդ փորձի կարիքը։ Շատ շնորհակալ եմ բոլոր նախագծերից։ Ես աշխատել եմ սերիալներում։ Զոնտիկ իմ առաջին գեղարվեստական ֆիլմն է եղել որպես երկրորդ ռեժիսոր։ Ես շատ վախենում էի, բայց ես գնում էի առաջ, ասում էի Մոնիկա, դու կարող ես։ Հիմա այն բանը հասունացել, որ ես իմն եմ ուզում անել, բայց դա չի նշանակում, որ ես չեմ աշխատելու որպես երկրորդ ռեժիսոր։ Ես երկու գործն էլ սիրում եմ, ասած։ Հա, աշխատում եմ մի հատ գաղափարի վրա, կարճամետրաժ հեղինակային ֆիլմի։ Այս պահին ինչի չեմ խոսի դրա մասին, որովհետև շատ փուլում է սցենարի մշակման, որ ամեն օր ինչ-որ բան է փոխվում ու կարող է այսօր տարբերակ ասեմ, որ, չգիտեմ, 2 ամսից վերջնական սցենար լինի, ընդհանրապես դրա մասին չլինի, էլի։ Դրա համար ու շատ եմ ուզում նկարել այդ ֆիլմը։ Աշուն է։ Մոնիկա ջան, իսկ եթե ձեզ մի տենց երազանքների էլի ասում է սերիայից հարց տամ, դիցուկ Մոնիկա Սարգսյանին կան բոլոր հնարավորությունները ինչ որ ֆիլմ նկարելու, բայց որտեղ ինքը պետք է լինի ֆիլմի գլխավոր ռեժիսոր, ինչ ֆիլմ դա կլիներ, ինչ թեմայով, դա դրամա կլիներ, կոմեդիա, դրամա կլիներ։ Միանշանակ կլիներ դրամա, այո։ Ես շատ եմ սիրում խորանալ մարդկանց փոխհարաբերությունների մեջ ու ցույց տալ դա։ Մեկ էլ շատ եմ սիրում, երբ որ վերջում հարց առաջանա, ինչ որ բան հանդիսատեսի մոտ առաջանա։ Այսինքն ինքը իր մեջ հարց բարձրացնի, կարող է դրա պատասխանը ինքը չգտնի, կարող է գտնի, բայց որ հարցը առաջանում, դա արդեն մեծ բան է իմ կարծիքով։ Ու ես մեկը կողմը, որ արվեստը վերջում պետք է այդ լուսավոր կետը թողի։ Այո, անպայման։ Հարցի տեսքով, թե ուղղակի երկու ձև էլ կարա լինի։ Բայց դա իմ սուբյեկտիվ որպես ստեղծագործ տեսակ, то есть ես նայում եմ լիքը աշխատանքներ, որտեղ չկա այդ լուսավոր կետը, ու ասում եմ, բայց սա գնահատում եմ այդ աշխատանքը, բայց եթե ես ստեղծագործ եմ, ես անպայման ուզում եմ թողնել վերջում այդ լուսավոր կետը։ Իսկ այդ դրաման հայ իրականության մասին կլիներ։ Իհարկե, որովհետև ես հայրականության մեջ եմ ապրում։ Ես հայրականության կենցաղ եմ տեսնում, մարդկանց փոխհարաբերություններ։ Մոնիկա, դուք կարծրատիպեր ունեք։ Ոնց թվում է, հա։ Ես չեմ կարծում, որ մարդ կա, որ կարծրատիպեր չունի։ Բայց ձեր մասնագիտության մեջ դրանք չեն խանգարում։ Ավելի որ մի քիչ կոնկրետ հարցը տակ։ Դե կան օրինակ ինչ որ սահմանափակումներ ձեր համար, ինչ որ բաներ կյանքում, որոնք սենց կարծրացած են եւ որ դուք չեք ուզում այդ շարավիղից թեքվել, շեղվել։ Չէ, ես այդ առումով հասկացել եմ, որ ես կյանքի կարևոր սկիլերից մեկը կներեք անգլերեն բառերից համար, դա ճկուն լինելն է։ Ահա։ Բայց որ գլոբալ նայեմ, հաստատ կարծրատիպ կունենամ, էլի, այտենց ես թվում է։ Ինչ է ասված այդ ճկունությունը, Մոնիկա։ Իրավիճակների գտնել լուծում, քառակուսուց դուրս գալ, կոմֆորտ զոնայից դուրս գալ, եթե ինչ որտեղ պետք է, դա է ճկուն լինելը։ Մոնիկա, եթե այսօր ձեզանից ավելի երիտասարդ մարդիկ ձեզ ասեն, որ որոշել են ընտրել ռեժիսորի մասնագիտությունը, ինչ կասեք, կողջունեք թե ոչ, եւ որը կլինի առաջի խորհուրդը ձեր որպես երիտասարդ մասնագետ։ Կասեմ անպայման գնան երազանքի հետևից։ Պատրաստ լինեն, որ հեշտ չի լինելու ու չտրվեն այդ տատանումներին։ Այսինքն ռեժիսուրայում մեր բնագավառում տատանումները շատ է, բայց ներքին կայունություն իրանք պետք է ունենան, որ դիմանան այդ տատանումներին։ Դա կասեմ։ Այսինքն իրենց ներքին կայունությունը։ Մոնիկա Սարգսյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Մի քիչ կկրկնվեմ, բայց իմ կարծիքով մարդ միշտ պետք է ապրի երազանքով ու մի հատ չէ, տարբեր երազանքներով։ Սարքի դրանք նպատակ ու չապրի այդ երազանքի համար, այլ վայելի այդ ճանապարհը դեպի երազանք գնալու։ Հա, իրականացում։ Ու այդ ժամանակ դու միշտ ներկայում ես, չլինել ապագայում, չլինել անցյալում։
լինել ներկայում։ Դա է։ Դա ձեզ ապրեցնում է։ Այո։ Հայրենիքը ձեզ համար, Մոնիկա։ Սերը։ Մոնիկա, եւ ըստ ձևաչափի հիմա հաղորդման ավարտին դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, իհարկե եթե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաեւ այդ հնարավորությունը։ Ես ուզում եմ դուք ձեր անկեղծ կարծիք ասեք Զոնտիկ ֆիլմի վերաբերյալ, սցենարի։ Մոնիկա, ես իսկապես շատ հավանեցի ֆիլմը, ես նոր մի քիչ իմ հարցադրումներն էլ ճիշտն ասած, անկեղծ ասած, այն իմ սուբյեկտիվ կարծիքից ելնելով էր, շատ կարևոր շեշտադրումներ ինձ համար արեցի, շատ կարևոր էր, որ այդ մանկություն վերադառնալու այդ զուգահեռները կեցեր ռեժիսորը, որտեղ մանկություն վերադառնալը անկախ նրանից, թե դու ով ես դառնում վերջում կյանքում, դա պիտի հասարակության մեջ դոմինանտ լինի եւ օգնի մեզ ճիշտ դաստիարակել մեր երեխաներին, որովհետեւ այստեղ ցույց է տրվում շատ պարզ, որ արդյունքը վերջում, այո, տարբեր մարդիկ տարբեր շրջապատներում են հայտնվում, հա, տարբեր մարդիկ տարբեր կրթություն են ստանում, տարբեր մարդկանց են տեսնում իրենց կյանքում, բայց ի վերջո իրենք իրենց մանկության պրոդուկտն են եւ կյանքում են ամենածայրահեղ պահերի այդ մանկությունը արթնանում է եւ խոսում է եւ ստացվում է որ դու ինքդ քեզ դավաճանել չես կարող ես եթե հիմա ուզենամ ֆիլմը սենց ինչ որ ձևով ես ասեմ ինքդ քեզ դավաճանել չես կարող եւ երբեք չէի սպասում որ բանի վերաբերյալ որ նայում ես ֆիլմ հանցագործության մասին ի վերջո կողոպուտի մասին բայց կարող է հուզել քեզ այդ ֆիլմը ու անկեղծ պիտի ասեմ որ հուզվել եմ լացել եմ վերջում ֆիլմի, չգիտեմ, ես կերպարային այդ տղամարդու ստացած կերպարը դուք ճիշտ էիք շատ այդ տարբերությունը ստացել եւ ռեժիսորին եմ ասում, թող նաեւ նա լսի, որ նույն բանի են գնում, բայց իրանք ներքին էլ տարբեր շատ բան, այս Ֆելիքսի կերպարի մեջ ինչ որ անընդհատ տխրություն կար ինչ որ ներքին դժբախտություն կար, ներքին պայքար, ներքին դժբախտություն, մանկությունից բերված երևի թե դժբախտությունները այն վատ ու լավ օրերը, որին ինքը երևի թե մտածել էր, որ պիտի դրա լուծումը փողով տա, որպեսզի իր ընտանիքը կամ իր տղայի հայացքում չլինի նա ինչ որ ինքը, բայց ձեր ասացի պես էլ դուք էլ էլի անընդհատ թողեցիք, որ հանդիսատեսը ինքը մտածի, հիմա երբ որ տղան ի վերջո տան նկուղում գտավ այդ մեծ գումար փողը եւ էլի սենց ինչ որ ոչ միանշանակ նայեց այդ փողին, դե հիմա մենք ամեն մեկս պիտի գնանք մտածենք, հա, հիմա այդ փողը այդ տղային լավ մարդ է սարքել, թե չէ, թե կփչացնի, շատ շնորհակալ եմ կարծիքի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Մոնիկա ջան, շատ շնորհակալ եմ, որ մեր տաղավարում էիք, կեցեք դուք, ես նորից եմ կրկնում, որ ողջունում եմ ավելի շատ, որ այս աշխատանքը երիտասարդների աշխատանք էր։ Մարդիկ, ովքեր իսկապես պիտի շատ նստեն կարդան, որպեսզի խորանան այդ ժամանակաշրջանի մեջ, պիտի հարազատ մարդկանց հետ զրուցեն, այն ինչը, որ քո պատմությունից, քո ներկայից հեռու է, դժվար է նկարահանել, բայց նաև իդեմս ձեր ստեղծագործական թիմի դուք ցույց եք տալիս, որ միշտ մեր պատմական անցյալ պետք է վերադառնալ եւ հայ ժողովուրդը պետք է իմանա իր լավ ու վատ դրվագների, հերոսների, պատմական իրադարձությունների մասին եւ նույնիսկ եթե իրադարձությունը կողոպուտ է, մենք դա էլ պետք է իմանանք, որովհետեւ ի վերջո դա խորհրդային միության տարիների եղավ եւ մնաց ամենախոշոր կողոպուտը, որը տեղի ունեցավ սովետական Հայաստանում, Երևանում, Երևանի կենտրոնական բանկում։ Կինոյի լեզվով փոխանցել, կինոյի լեզվով փոխանցեց եւ ձեր սերունդն էլ եւ ավելի երիտասարդ մարդիկ կլսեն, կտեսնեն եւ թող ամեն մարդ անի իր հետեւությունը։ Ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում ստեղծագործական խմբին նույնպես։ Ցանկանում եմ, որ ուժեղ կանանցով լի հաղորդաշար լինի ու երբեք դուք հյուրերի խնդիր չունենաք։ Շնորհակալ եմ, Մինգա ջան։ Շնորհակալ եմ, սիրելիս, էցես։ Ես նույնպես շնորհակալություն։ Այսպիսին էր Մոնիկա Սարգսյանը առանց կարծրատիպերի։
Մոնիկան կարծում է, որ կարծրատիպեր ունեն բոլորը, բայց ինքը փորձում է ճկուն լինել եւ միշտ դուրս գալ կյանքի քառակուսիներից։ Էնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։